Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցում եմ քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի հետ, շնորհակալ եմ Դերենիկ հրավերության համար։ Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք այս թեմայի մասին խոսելու, եկեղեցու շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ եւ մինչեւ նախորդ կիրակի եւ ուրբաթ էլ տեղի ունեցած իրադարձություններն էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը եկեղեցին նորոգելը չէ կամ վատ բարքերի դեմ պայքարելը չէ, ցանկացած կառույցում կարող են լինել ինչ-որ վատ երևույթներ, անընդունելի երևույթներ, հա, որ շունչը լինի։ Այո։ Բայց փաստորեն Նիկոլ Փաշինյանը հանդիպելով Կճոյանի հետ, Կիրակի օրը arczepiskopos Կճոյանի գլխավորությամբ պատարագի մասնակցելով, հայտարարելով, որ խոնարհվում եւ համբուրում է նրա աչա, այդ հոգեվոր Կճոյանը Նիկոլի Փաշինյանի, թե Նիկոլ Փաշինյանը Կճոյանի։ Նու ասում են սկզբից նա եղել, հետո Նիկոլն եղել։ Սա ինչի մասին է խոսում։ Մեկ արձանագրում Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն։ Հակառակ պարագայում ինքը երազեր, ասինքն ինքը շատ կուզեր Կճոյանի աջակցության կարիքը չունենար։ Ինքը շատ կուզեր շարունակել այնպես, ինչպես շաբաթներ առաջ էր անում, Կճոյանով թիրախավորեր եկեղեցուն։ Ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Տեսեք, այս վերլուծությունը մի քանի շերտ ունի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը Կճոյանին ու Կճոյանատիպ եպիսկոպոսներին հավաքել իր մոտ։ Ես ինչքան հասկանում եմ մամուլի հրապարակումներից, այն մնացածն էլ առանձնապես չեն զիջում Կճոյանին, գոնե մի քանիսը։ Արցախի թեմի առաջնորդը ընդհանրապես, ասենք, ոչ մի բարոյական սկզբունքի մեջ չի տեղավորվում, էլի, այնտեղ գտնվելը։ Արցախի թեմի առաջնորդի առաջին հանգամանքը, որ ինքը այդպես հապճեպ հավաքեց Կճոյանատիպ երևույթներին իր մոտ ցույց տալու համար, որ եկեղեցու դեմ պայքարը հասել է ինչ-որ մի նոր փուլ, ինձ թվում է իրենից դրսից հաշվետվություն են ուզել, թե ուր ես հասել եկեղեցու դեմ պայքարում, ասենք մի քանի եկեղեցի պատարագ գնալ, ինչ-որ մերժված քահանաների միջոցով այդ ամեն ինչը կազմակերպել կամ կարգալույծ եղած, դա հասկանալի է, որ գնում էր արդեն նվազման կամ բանի, տապալման, հետևաբար հաշվետվության համար, ինձ թվում է, դրա պատճառներից մեկը կարող է դա լինել, հավաքեց եպիսկոպոսներին 10 հոգի, ցույց տալու համար, որ տեսեք, ասենք աշխատել եմ 10 եպիսկոպոս, կարողացել եմ բան անել, բերել իմ կողմ։ Մյուս հանգամանքը կանում է նրանում, ինչպես դուք նշեցիք, ինքը ցանկանում էր հանրային մեծ ակտիվություն գեներացնել եկեղեցու շուրջ, հավաքել ակտիվ մասը, ասենք 10,000, 20,000 հոգի։ Չստացվեց։ Ու գրոհեր վեհարանը, մայր տաճարը, բայց ինչքան հասկանում եմ, չի ստացվում, դատելով պատարագներից, դատելով այն հանգամանքից, որ շրջիկ խմբեր են աշխատում այնտեղ, հա, այդ սարկավակներից սկսած վերջացրած այդ պատարագի մասնա շրջիկ խմբեր են։ Բոլոր տեղերում նույն մարդիկ են։ Ավտոբուսներով, հա, տանում են մեկ, չգիտեմ, այս վանքը, մեկ այն վանքը, ու հասկանալի էր, հա, այդ շրջիկ խմբով վեհարան մայրաթոր գրոհելը այդքան էլ խելամիտ բան չի։ Ու ինքը փորձեց ցույց տալ, որ այ տեսեք, այս 10 եպիսկոպոսներն էլ են դեմ Գարեգին երկրորդին, հետևաբար եկեղեցին պառակտված է, համենայն դեպս այդպիսի ընկալում ցանկացավ բան անել, ձևավորել հանրության մոտ, բայց այնտեղ հասկանալի է, որ այդ 10 եպիսկոպոսը չի կարելի համարել եկեղեցի պառակտող, որովհետև այնտեղ 58, եթե չեմ սխալվում, եպիսկոպոս կա։ Ամեն դեպքում ինչ-որ ճեղքված կա։ Դե ճեղքվածքը գիտեք, որ հանրային աջակցություն չունեցող Փաշինյանը Կճոյանի միջոցով է արշավում այստեղ մեկ կարևոր հանգամանք նաև կա եկեղեցու դեմ արշավի այս ամբողջի
համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Կճոյանով տապալեց եկեղեցու դեմ պայքարը, հենց առաջի մի քանի ժամից հետո ինչ որ անհայտ տեղից մի հատ վիդեո հայտնվեց, որպեսզի այդ աղմուկը Կճոյանի շուրջ ստեղծված փորձեին ուշադրություն շեղել, ինչու եմ դա ասում, որովհետև Կճոյանը, եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է եկեղեցու դեմ, եկեղեցում արկա որոշ հոգևորականների կողմից անվայել պարքի, չգիտեմ, եկեղեցու կանոնադրությանը չհետևելու, սկզբունքներ չպահելուն, ապա Կճոյանը դրա մարմնացումն է։ Հասկանում ես, շատերը, ասենք, ովքեր դե կարող է, չէ, ասենք մի 10%-ը, ովքեր հավատում է Փաշինյանին, իրոք անկեղծ մտածում է, որ եկեղեցին կարելի է այդ նիկոլական մեթոդներով բարեփոխել։ Բայց Կճոյանը այդ ամբողջի մարմնացումը, երբ բերում դնում ես կողքը, դու հայտարարում ես, որ ես Կճոյանով պետք է փոխեմ եկեղեցին։ Այդ հանրային աջակցության մի զգալի մասը, որոնք անկեղծորեն նվազում է, վերանում է, հասկանում եք, Կճոյանը ես չգիտեմ, ասենք, եթե որոշես, ասենք, ստեղծել բռնաբարողների դեմ ինչ որ հասարակական կազմակերպություն ու պայքարես այդ երևույթի դեմ, հավաքես քո կողքը, ասենք, այդ հոդվածով մի 10 անգամ դատվածներին կամ գործող բռնաբարներին ու ասես մենք գնում ենք, ասենք, բռնաբարությունը որպես, ասենք, արատ հայ հասարակության միջից հանելու։ Չեն ասի, Բորիս ջան, ասենք, բալի կողքը նայել ես ովքեր են։ Հիմա նույնը Կճոյանի բարակայում է, նույնը, ասենք, ոնց որ Սերոբ Տեր-Պողոսյանի նշանակիր մանկապարտեզի տնօրեն։ հա, մոտավորապես նույն վիճակն է, նույն։ Այն մյուսն էլ առանձնապես դրանով չէ, այն ինչ է, այդ բառը հա մոռանում են, Մասիսի այդ Մասացյոտնի թեմի, հա, առաջնորդը ինչ որ ես իհարկե կողմ չեմ, որ նման կոմպրոմատներ են հրապարակվում, այսինքն օրենքը շրջանցելով, բայց դե հիմա հրապարակվել է։ Այնտեղ իր քահանայի կնոջ հետ էր եղել, հետո արդարանում, հասկանում եք, ինչ կաշմարի մեջ է, որ հավաքում է նմանատիպ մարդկանց ու սկսում է բանը խոսել եկեղեցին բարեփոխելու մասին։ Այստեղ էփած հավերը նույնիսկ ասենք կհասկանան, որ Նիկոլ Փաշինյանը կամ ցայտնոտի մեջ է եկեղեցու դեմ պայքարի այդ շրջանակներում հասկանում է, որ տապալվել է, չի կարողանում էլ առաջ գնալ, հետեւաբար ասենք Կճոյանն է բերել կողքը դրել։ Կամ ասենք, չգիտեմ, ցանկանում է ուղղակի կոշտ ուժով բռնազավթել վեհարանը, ասենք այդ 10 եպիսկոպոսներով հավաքվի, ԱԱՑ-ականներով մի 1000 հոգի իր աջակիցներով մտնեն այնտեղ ծեժջարդ կաթողիկոս ձերբակալեն եպիսկոպոսներից մեկին, օրինակ Կճոյանին։ Կճոյանը իրեն հարմար, շատ հարմար կաթողիկոս է։ Որում նկատենք ինքը փոխանորդն է։ Արարատյան հայրապետական թեմը այո, հայրապետական փոխանորդի աթոռն է։ Ահա, շատ հնարավոր է, որ ԱԱՑ-ի միջոցով արդեն ոստիկանություններով մտնեն ծեժջարդ կազմակերպեն վեհարանում, Կճոյանն էլ դնի այնտեղ փոխանորդ կաթողիկոսի։ Փաշինյանն ուզում է այդ քանի որ մենք գիտենք, որ իրենք փող են չէ աշխատում այս իշխանությունները, տասնյակ հարյուրավոր փաստեր են հրապարակվել։ Գուցե ուզում է Կճոյանի օֆշորային հմտություններն օգտագործել։ Դա այո, դա շատ հնարավոր է, որովհետև Կճոյանը փորձառու։ Պատկերացեք կաթողիկոս էլ որ դառնա, Աստված ոչ անի։ Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան եւ Կճոյան ինչպիսի երամիացություն։ Օրինակ կարող է իշխանությունները ավելի շատ տեղյակ են Վիրջինյան կղզիներում միլիոններ տեղաբաշխելու այդ օֆշորներում։ Այ Կճոյանը, եթե չեմ սխալվում, Կիպրոսի գծով էր, չէ՞, մասնագետ, հա, Կիպրոսի օֆշորներում ինչ որ բան տեղավորելու։ Այս շատ հնարավոր է, որ Կճոյանի այդ կարողությունները, փորձը, բազմամյա փորձը, դե ի վերջո Կճոյանը 16 թվականին, հա, եթե չեմ սխալվում, թե 13-ին, հա, 13-ին այդ բանի վրա բռնվել էր Տիգրան Սարգսյանի հետ, եթե չեմ սխալվում, այնտեղ մի հատ գործարար։ Հայլակ Հայրապետյանից 12 միլիոն դոլար փող էին խլել։ Այ խլելն էլ նաև, չէ, խլելն էլ կարող է, ասենք, այդ փորձն էլ փոխանցել Նիկոլ Փաշինյանի։ Իրար հետ շատ քննարկելու բան ունեմ, Բորիս ջան, Կճոյանն ու Նիկոլ Փաշինյանը, որովհետև նույն մաստի, նույն տիպի, նույն բարոյական արժեքներ կրող երևույթներ։ Երեք Գևորգ եպիսկոպոսը հետաքրիր հարց տվեց, մերժելով իր վարկագիծը, հարցը կարծում եմ լեգիտիմ է։ Ասում է, բա այդ Կճոյանի մասին նոր իմացաք, մեր մասին նոր իմացաք, ինչու եք պահել մեզ եկեղեցում։ Տեսեք, դա հարցի մյուս կողմն է եւ կարծում եմ, որ նաեւ ճիշտ հարցադրում է
Կճոյանի օրինակ եթե ինձ եք հարց տալիս, ես Կճոյանի մասին շատ վաղուց էի հիշում, բարբերաբար, ունեմ հոդվածներ, որոնք կան ինտերնետում, որ Կճոյանի տիպ հոգևորականն ու սրբազանը վարքաբեկում է ամբողջ եկեղեցին։ Ես ավելին ասեմ, նաև ստատուսներ, հոդվածներ, վիդեոներ, այդ ամեն ինչ արձանագրված է դեռ 13 թվականին այդ օֆշորային սկանդալի ժամանակ։ Նաև դրանից հետո էր թե առաջ էր Bentley-ի պատմությունը, չէ, որ Bentley-եր նվեր ստացել։ Ու այդ ընթացքում ես գժտվեցի մեր հարգելի սրբազան Միքայել Սրբազանի հետ։ Երբ որ Կճոյանին ես քննադատում էի, Սրբազանը ինձ զանգեց, գրեց, թե այս ինչ ես անում, մեր հոգևոր եղբայրն է, դա ոչ թե Կճոյանի դեմ է, այլ եկեղեցու դեմ է։ Ես էլ ասեցի Սրբազան հայր, իրականում Կճոյանը վարքաբեկում է քո նման հոգևորականներին նաև իր վարքագծով, որովհետև իր այդ արարքները ուզած չուզած անուղղակիորեն անդրադառնում է ոչ միայն եկեղեցու, այլ նաև առանձին հոգևորականների ու սրբազանների վրա, ասես ոչ կտրուկ տոն ունի, հա, ոչ դու սխալ ես եւ այլն։ Այդ պատճառով մենք մոտավորապես 10 տարուց ավել իրար հետ չենք շփվում։ Հանդիպման ժամանակ էլ ինքը ասեց, այդ ինչ է իր եկեղեցականների դեմ բանանում գրում, ասի եկեղեցականների դեմ չի, Կճոյանի դեմ է։ Հիմա մեր սրբազանը բանդից արդեն կալանավայրից դատապարտում է Կճոյանին։ Հետևաբար, եթե ինձ է ուղղված այս հարցը, ապա ես կարծում եմ, որ նմանատիպ հոգևորականների մասին պետք էր խոսել շատ վաղուց, նմանատիպ հոգևորականներից եկեղեցին պետք էր մաքրել շատ վաղուց, ու Նիկոլ Փաշինյանը այստեղ կարելի է նաև այսպես որոշակի առումով գովել Նիկոլ Փաշինյանին առ այն, որ նա սանիտարի դեր է կատարում։ Նա կեղտը հավաքում է իր կողքին։ Սանիտարի դեր կլինի, երբ որ վեհապար հայրապետը Աստծո կամոք հաղթարի է ճգնաժամը։ Եթե ճգնաժամը չհաղթարվի եւ Կճոյանի նմաններով Նիկոլ Փաշինյանը վերցնի եկեղեցու իշխանությունը, դա արդեն սանիտարի չէ, դա արդեն վարակի դեր կտարի։ Դա կնշանակի, որ աղտա եկեղեցու ամբողջ մեր առաքելական Սուրբ եկեղեցին կհիվանդանա, կաղտահարվի, բայց դա չի նշանակում, որ չի բուժվի հետագայում։ Բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողելու եկեղեցին աղտահարել այն չափով, ինչ չափով ինքը ցանկանում է, եւ այդ աղտահարված համակարգի գլուխ դնել Կճոյանին կամ կճոյանատիպ ինչ որ մի երևույթի։ Հետևաբար հիմա եթե մենք նայում ենք, իրոք Նիկոլ Փաշինյանը, որ ասում է մաքրում եմ եկեղեցին, մաքրում է։ Ինչքան այնտեղ ական կար, ինչքան անսկզբունքային, բարոյականության, օրենքի հետ կապված խնդիրներ ունեցող բարձրաստիճան հոգևորական կար, փաստացի միացել է Նիկոլ Փաշինյանին։ Հա այնտեղ կարող է ինչ-որ մեկը կա, որ այդ ամեն ինչի հետ խնդիր չունի, մի քանի հոգի, հա, սրբազաններից, բայց այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք է առաջ գալիս, այստեղ իրար հետ հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել ենք, եթե ֆրանսիացիները ասում են տղամարդու մոտ ինչ-որ կտրուկ փոփոխություն է տեղի ունենում վարքագծի պահելաձևի, ասում են փնտրիր կնոջը։ Հիմա այդ հոգևորականների պահով էլ կարող ենք ասել, որ փնտրեք կոմպրոմատները կամ փողը։ Կարող է մարդը ասել, ասենք, շուռա, ինչքան է ձեզ պետք երջանիկ լինելու համար։ Իրանք էլ ինչ-որ շուռաները ինչ-որ թիվ են ասել, Նիկոլ Փաշինյանը այդտեղ փողի խնդիր չունի, չէ, ասել է խնդիր չկա, կարող է դա լինի, կարող է կոմպրոմատը լինի։ Բորիս ջան, իրոք ես անկեղծորեն մտածում եմ, որ բանականության հետ խնդիր չունեցող անձը երբևէ եկեղեցու դեմ պայքարում չէր գնա կանգնի Նիկոլ Փաշինյանի կողքը, բարձրաստիճան հոգևորականներին ու քահանաներին։ Ես երեք լսում եմ Գևորգ եպիսկոպոսի խոսքը հանրային եթերում, ամբողջ հարցազրույցի ընթացքում, եթե անգամ օբյեկտիվ են իր դիտարկումները, եթե անգամ իրականում խնդիրներ կան, այն խնդիրներն են, որ ինքն է նկատում, դրան զուգահեռ ոչ մի բառ իշխանության վարքագծի մասին հանրային եթերից, մյուս կողմից իրենց վարքագիծը գիտեք ինչի են նմանվում, խնդիրները անգամ հաշվի առնելով։ Դիցուք պատկերացրեք, Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ընդդիմադիր են, գնում միանում են ադրբեջանական զորքին, ասում են, դե քանի որ մենք այս իշխանությանը դեմ ենք, մենք ադրբեջանցիների հետ հարձակվում ենք Հայաստանի վրա։ Նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը
եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու թշնամին է, դու չես կարող Նիկոլ Փաշինյանի հետ նորոգել եկեղեցի, Կճոյանի հետ նայ։ այո, դու Նիկոլ Փաշինյանի հետ կարող ես հարցակվել եկեղեցու վրա, որովհետև եթե եկեղեցու նորոգման հարցը դուք ձեր մեջ քննարկեիք, ով էր թեկուզ հրապարակային քննարկեիք, բայց դու չտայք նաև որ իշխանությունը մտներ այդ։ Իրենք հաղում են անում այն բանին, որ իրենք փորձել են քննարկել իբր չի ստացվել, բայց ես խիստ կասկածում եմ, որ նման փորձեր արած լինեն, հա։ Ինքը որ ասում է Արշակ եպիսկոպոսի հետ կապված մենք փորձեցինք այս անել, այն անել, ես չեմ կարծում, որ այդ եպիսկոպոսը անկեղծորեն ցանկացել է եկեղեցուն մաքրելու տրամաբանության մեջ ինչ-որ բաներ բարձել, հարցեր բարձրացնել, այլ ես համոզված եմ, որ դա արվել է բացառապես միջանձնային հարաբերություններ բարձելու համար, այնտեղ ինչ-որ դիրքեր գրավելու կամ որոշ մարդկանց դիրքերի զրկելու համար, հետևյալ դեպքում Արշակ Սրբազանին։ Զուտ այդ տրամաբանության շրջանակներում է արվել։ Հիմա դուք ասում եք, որ չի քննադատում իշխանություններին, այդ մարդը, եթե չեմ սխալվում, հենց այդ նույն մարդն է, որը 2-3 տարի առաջ հարցազրույցի ժամանակ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Արցախի հետ կապված, ճիշտ է։ 2-3 տարի չէ, ամիսներ առաջ։ Ամիսներ առաջ ամենակոշտ բառապաշարով մի քննադատություն, մի քաղաքականացնել, հիմա հանրային եթերում նստած մարդը ասում է բանը, ուղիղ հակառակ բաները։ Թե ասում է իրենց առաջ դրել են փաստեր, որ կաթողիկոսը ներողություն արտահայտության համար գործակալ է։ Դրա համար իր կարծիքը փոխվել է արդեն։ Ինչի, այսինքն, եթե ինչ կապ ունի, ենթադրենք, ասենք, մի հատ տենց իր բան վերցնենք, դուրս գանք այդ ամեն ինչից, ենթադրենք դա այդպես է։ Արցախի հետ կապված իր դիրքորոշումը ինչպես է փոխվում, գործակալ է, գործակալ չէ, այդ ինչպես է պատահում, որ ասենք 2 ամիս առաջ մտածում ես մի բան նույն իրադարձության մասին, 2 ամիս հետո դրա 180 աշճան հակառակը։ Այդ ինչպես է կաթողիկոսի գործակալ լինել, չլինել, ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ։ Եթե անգամ դա այդպես է, որևէ կապ չունի։ Այդ մարդկանց վարքագիծը, իր վարքագիծը կարծեմ նաև Արցախի թեմի առաջնորդի վարքագիծը 180 աշճանով փոխվել է ամիսների տարբերությամբ։ Բայց պարզ է, չէ, որ իրենց ցանկությամբ չի փոխվել։ Դե այդ եմ ասում, եթե այդ մարդիկ իրոք բարեփոխիչներ են, ապա չէր կարող 180 բարեփոխիչ ընդհանրապես պետք է մի սկզբունքային լինի, չէ՞, արժե համակարգի վրա հիմնված, որ կան բարեփոխող առավել եւս եկեղեցու պարագայում, հա, հնարավորինս անբասիր անթերի վարքագիծ ունեցող, արժե համակարգ ունեցող անձնավորություններ պետք է լինեն։ Հիմա ամեն մեկի վրա մի տրցակ գործ 2 ամիս առաջ մի բան է ասում, 2 ամիս հետո մի այլ բան է ասում, դա ինձ թույլ տալիս է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունները իրենց դեմ դրել են ինչ-որ վիդեոներ, ինչ-որ ձայնագրություններ, ինչ-որ փաստաթղթեր, որոնք ստիպել են այդ մարդկանց, որպեսզի իրենք կտրուկ փոխեն իրենց դիրքորոշումը։ Կարող ենք չէ՞ այդպես մտածել։ Այսինքն ինչու մարդ պետք է Բորիս ջան, կներեք, ասենք մեր վրա օրինակ չբերեմ, ասենք տենում ես լրագրող, չնայած կան այդպիսիների իմիջայլոց, քննադատում է Նիկոլ Փաշինյանին ամենավերջի բառերով, 2 ամիս հետո ուղիղ հակառակն է ասում։ Ինչ կարող ենք մտածել։ Որ իր առաջ էլ դրել են ինչ-որ թղթեր, որ հիմա գործակալ է։ Այդ այլասերված իրավիճակում ինչ եկեղեցի է բարեփոխում Նիկոլ Փաշինյանը, կամ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ով է, որ եկեղեցի բարեփոխի։ Եկեղեցին կարող է եւ ունի խնդիրներ, բայց դա Նիկոլ Փաշինյանի գործը չէ։ Եկեղեցին տարանջատված է իշխանությունից, պետությունից տարանջատված կառույց է, ասենք հասարակական կազմակերպություն։ Հիմա արդեն եպիսկոպոսներն են միացել։ Ուզում ասել, հիմա միայն պետությունը չի զբաղվում դրան։ Եկեղեցին քանդելու գործով։ Տեսեք, եպիսկոպոսները միացել են, որ ինչ անեն, ասենք, ինչքանով իրենք լիազորություն, եթե իրենք միացել են, թե անկախ իշխանությունից փորձում են եկեղեցուն բարեփոխումներ անել։ Իրենք միացել են Նիկոլ Փաշինյանի, չէ՞։ Ասում են Գարեգին երկրորդի ժամանակ եկեղեցին լճացել է, այ օրինակ բարեփոխիչ Կճոյանը եթե գա, լավ կլինի։ Իրենք չեն նախաձեռնել եկեղեցու ներսից բարեփոխումներ, ճիշտ եմ։ Եթե իրենք նախաձեռնած լինեին, եթե խնդիրների մասին իրենք տարիներով գիտեին, թող տարիներ առաջ բարձրացնեին դա։ Նիկոլ Փաշինյանը կողքից, ինչպես նաև մենք, կարող ենք ինչ-որ կարծիք հայտնել այդ ամեն ինչի մասին,
բայց հիմա իրենք այդ եպիսկոպոս կոչվածները միացել են Նիկոլ Փաշինյանի հակաքրիստոնեական արշավին ընդդեմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Իրենք բարեփոխիչներ չեն, հավասարապես Նիկոլ Փաշինյանի նման, ու իրենք դա անում են ոչ թե եկեղեցին բարեփոխելու համար, այլ իրենք սպասարկում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը, որը իմ կարծիքով թելադրվում է ոչ Հայաստանի ներսից, օրինակ նույն Փաշազադեի կողմից։ Հիմա այս առումով Կճոյանն ու Փաշազադեն ինձ համար բացարձակ նույն մարդիկ են այս իրավիճակում, իրարից ոչ մի բանով չտարբերվող։ Խնդիրը կայանում է դրանում, երբ որ հասարակությունը դատողություններ է անում այս ամեն ինչի հետ կապված, եթե ինքը մտածում է, որ կարող է Նիկոլ Փաշինյանը ինչ որտեղ, հա իրոք անկեղծորեն ուզում է եկեղեցի բարեփոխել, ապա Կճոյանին բերել նստացնելով իր կողքը այդ ամբողջի համատեքստում բարեփոխումների, ինքը տոտալ տապալել է եկեղեցու դեմ պայքարը, որովհետև ասում եմ, էփած հավերի համար էլ պարզ է, որ Կճոյանը ամենավերջին մարդն է, որ կարող է խոսել եկեղեցու բարեփոխումների մասին։ Այդքան բան։ Ակն Փաշազադեից հետո վերջին մարդ։ Հա, բնականաբար, որովհետև Փաշազադեն հայ առաքելական եկեղեցու ինչ որ սկզբունքներ չի ստանձնել, բայց ինքը ստանձնել է ու խախտել է, ըստ Նիկոլ Փաշինյանի իմիջիայլոց։ Ըստ Նիկոլ Փաշինյանի հոդվածներ ունի գրած, որ այդ մարդը սիրուհի ունի, Մինչև վերջերս սիրուհու տնից զենքեր են գտել, հետո Սերժ Սարգսյանի ժամանակ ձերբակալվել է որպես բան, ինչ որ կրակելով մանա եկել բաներում, փողոցներում։ Այո։ Այդ Նիկոլ Փաշինյանի թերթերն ու Նիկոլ Փաշինյանի, երբ որ դու Նիկոլ Փաշինյանի թերթերի հոդվածները կարդում ես, ազգանունը որ փակես կմտածես Կադիրովի մասին է գրված։ Նու մոտավորապես, այո։ Կադիրովենք էլ չէ, փողոցում կրակում են բաներ։ Այդպիսի բայց տպավորություն կա։ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ ելույթներ ունենում է նաև ազգային ժողովում բոլորովին Վերջերս, այո։ հրաշված վիճակում, այսինքն վերջերս։ Բայց սա նաև նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ակնկալել է, որ ինքը նրանց կարիքը չի ունենա։ Նրանցով կխփի եկեղեցուն, բայց նրանց հրապարակային աջակցության կարիքը չի ունենա։ Դա ինչ է ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ ոլորտում ապաշնոր է եւ եկեղեցին կազմակերպելու, եկեղեցում իշխանապողություն անելու, այնտեղ այլասերված բարքեր մտցնելու ծրագիրը իմ կարծիքով կտապալվի, եթե իհարկե վեհապարը ավելի ճկուն, ճիշտ ճկունության հետ նաեւ կոշտ քաղաքականություն վարի, որովհետեւ ես համոզված եմ դատելով Նիկոլ Փաշինյանի այդ 7 տարիների իշխանավարման ընթացքից որևէ մեկը չի կարողացել Նիկոլ Փաշինյանի համար սիրելի բառապաշար օգտագործեմ, խերվել իր հետ համագործակցելուց այդ տրամաբանության մեջ։ Ինքը բոլորին քաշում է։ Եթե Նիկոլ Փաշինյանի այդ ստվերային ինչ-որ պայմանավորվածությունների ես գնում, դու համոզված եղի, որ երկրորդ-երրորդ րոպեին կամ հայտնվել ես ուղիճ աշխատանքային գաղութում, կամ խնդիրներ ես ունենալու։ Լավ, դերնիկ, այստեղ այլ հարց է առաջանում։ Տես բանակում պարզվեց, որ կան Էդվարդ Ասերյաններ ու մնացած այդ գեներալիտետը։ Եկեղեցում պարզվեց կան Կճոյաններ, Սարոյաններ, Էլբեկներ, չէ՞։ Հա, Էլբեկը բանը, այդ կոտայքի թեմն է, չէ՞։ Արգիշտի Քյարամյանի կուսակրոն հայրը։ Ահա։ Հասկանում եք Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության դեմ, հա, կուսակրոնության համար պայքարը մեղադրում է ինչ որ հոգևորականների Գարեգին երկրորդին, հա, այն դեպքում որ այդ կուսակրոնությունը խախտած անձնավորության որդուն բարձր պաշտոնյա նշանակում։ Ես լսել եմ, որ Արգիշտի Քյարամյանը ծնվել է ջրի արդյունքում։ Սանասարն ու Բաղդասարը չէ՞ դեպպես ծնվեցին։ Լավա սուր փոքր չի ծնվել։ Դե հələ պետքա բարձել։ Հիմա ինչն է հարցը։ Նախարարներ կային, հա։ Նախկին համակարգի падգամավորներ Շիրակ Թորոսյաններ, Դավիթ Տոնոյաններ, հա։ Այս ամեն ինչը պիտի մեզ համար ազդակ չլինի, որ բովանդակային, խորքային խոսվի մեր հասարակության, մեր իշխող էլիտայի խնդիրների, տասնամյակների խնդիրների մասին։ Որովհետև եթե եկեղեցին, պաշտպանության նախարարությունը, բանակը, իշխանական էլիտան, քաղաքական էլիտան, կառավարական կաբինետները, որոնք եղել են, հա, այս ընթացքում, մաքրված լինեին պատեհապաշտներից, մաքրված լինեին կրիմինալ դեմքերից, մաքրված լինեին փողի համար, պետական պաշտոնը փողի համար ծառայեցնողներից, այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի քիչ հենարաններ կունենար։
Եթե ընդհանրապես ես կարծում եմ եթե մաքրածներ Նիկոլ Փաշինյան չէր լինի, բայց եթե անգամ լիներ Փաշինյանը հենարաններ չէր ունենալու։ Բորիս, կարծում եմ նաև դու ես այդ նախկինների ժամանակ հանդես ենք եկել նաև կոշտ քննադատությամբ, ճիշտ եմ։ Այո։ Այդ քո նշած ամբողջ այդ բոլոր բարքերի դեմ։ Այդ բոլոր մարդկանց Խոսքը մեր մասին չի, խոսքը տեսեք, ես ինչի համար եմ ասում։ կառավարող էլիտաների մասին է։ Մենք դա ֆիքսել ենք այն ժամանակ, որ այս մարդկանցով նորմալ իշխանություն հնարավոր չի։ Ինչ ուզում է, ուզում ես դիր վերևը, այդ մարդկանց վրա հիմնվելով նորմալ իշխանություն, բարոյական իշխանություն ձևավորել հնարավոր չի։ Հիմա մենք խոսում ենք հասարակության արատների մասին։ Մենք հասարակությանը պետք է դնենք մի կողմ, որովհետև հասարակությունը Համար ասացի էլիտաներ միայն։ Քաղաքական իշխանական էլիտայի ուղիղ արտացոլանքն է։ Երբ ինքը տեսնում է հերոստացույցով, թե հաջողության ով է հասել, ինչ ճանապարհով է հասել ու դարձնում են դրան հերոս, թե իշխանությունները նաև ընդդիմադիր շրջանակներում եւ այլն բիզնեսմեններին նայեք, մյուսներին նայեք, հասարակությունը տեսնում է, որ այդ ճանապարհով կարելի է միայն հարստանալ, հաջողության հասնել, որ քեզ հարգեն։ Տեսեք, մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց դուք հիշում եք դեպք, որ ինչ որ կոռուպցիոներ մերժված լինի հասարակության կողմից։ Չէ, ամենահարգված Որովհետև բաշխարող տղա է։ Այո, ամենահարգված մարդիկ են, որովհետև իրենք հասկանում են, որ այ եթե դու կոռուպցիոներ եղար, բազմաթիվ հարցեր կարող ես լուծել, դու մոդել ես հասարակության համար, վարքագծային մոդել, որ ինչպես կարող ես պահել ընտանիք, հաջողության հասնել, հարգվել հասարակության կողմից, հարևանների, ընտանիքի, մնացածի կողմից։ Հետևաբար մենք պետք է այստեղ խոսենք ոչ թե հասարակության առողջացման մասին, այլ պետք է խոսենք էլիտա մաքրելու մասին։ Այսինքն ինչ արժե համակարգի վրա պետք է ձևավորվի իշխող էլիտան, նույնիսկ նաև քաղաքական էլիտան, ինչու ենք հեռու գնում, հա, ասենք մարդիկ, որոնք 20 հատ կուսակցություն են փոխել, այդ մարդը հասարակության կողմից պետք է մերժվի ուղղակի։ Ասում տղա ջան, ասենք դու ինչ կապ ունես ընդհանրապես քաղաքականության հետ, դու ինչ կապ ունես հանրային ռեսուրսներ կառավարելու իրավունք ստանալու հետ, դու ընդհանրապես հերոստացույցով չպիտի երևաս, որովհետև դա խնդիր է հասարակության համար։ Մենք խոսում ենք գաղափարական լինելու մասին, արժե համակարգ ունենալու մասին, բայց նման երևույթների գոյությունը թե իշխանության մեջ, թե ընդդիմության մեջ ցույց է տալիս, որ ասենք գաղափարս որն է, արժեքս որն է։ Հիմա քո շահը բխում է, ասենք X կուսակցության մեջ լինել, X կուսակցության մեջ ես, ինչ որ խնդիր եղավ, փող այնտեղ շատ տվին, Y-ի մեջ եմ, ուստեղ կարևոր չի, ասենք լիբերալ դեմոկրատ է, ազգային պահպանողական է, չգիտեմ ինչ գաղափարական տարբեր հոսքեր ունեցող կուսակցություն է, մեկստեղ, իշխանության մեջ էլ այն նույն սկզբունքով է ամեն ինչ ձևավորվում, հա։ Որովհետև եթե դու համաձայն եմ քեզ այդ ներողություն, որ ընդհանրապես, բայց մի օրինակ եմ ուզում բերել, որովհետև երբ որ դու հասարակությանը մատուցում ես, որ սողացող կյանքով ապրող այդ Մգեր Արմենյան վաստակավոր արտիստ է, մի բանի համար, որ ընդամենը իշխանական էլիտայի պալատական ծաղրացու է։ Վաստակավոր արտիստ է։ Նման կոչում ունի, այո, նախինների ժամանակ։ Հա, ես չգիտեի ճիշտ ասած։ Այսինքն սա է, ոչ միայն արժե համակարգը, անընդհատ ուղերձներ ենք տվել, որ սիրելի ժողովուրդ, քեզ համար պետք է լինի հերոս սա, Գագիկ Խաչատրյան, Կճոյան, Սարոյան, Մգեր Արմենիա, նախարարներ, մնացած երևի թե մի օր կարելի է, գիտեք ինչ, այս աղետին մասնակից բոլոր բարձրաստիճան անձանց զինվորական, հոգևորական նկարները, կենսագրությունները դնել, որ տեսնենք ինչքան են դրանք նախորդ համակարգից եկած։ Որ գիտես նպատակը որն է, որ մարդիկ հասկանան, որ մենք խորքային խնդիր ունենք, որ այսօր կարող ենք եւ պետք է փոխենք Նիկոլ Փաշինյանին, բայց կարող է գալ բերվել ավելի վատը։ Եթե արժեքային դաշտում սկզբունքներ չեն դրվում, չեն ասում, որ սա մերժելի է մեզ համար։ Դրա համար մենք խոսում ենք բովանդակային իշխանափոխության մասին։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը դա ուղղակի գերանհրաժեշտություն է, դա չի էլ քննարկվում, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումով խնդիրները չեն լուծվում։
որովհետև եթե մենք խոսում ենք պետության, հասարակության եւ էլիտայի առողջացման մասին, դա ավելի խորքային եւ շատ ավելի բարդ խնդիր է 5-ամյակ, 10-ամյակ, 20-ամյակների շրջանակներում այդ ամեն ինչը պետք է դա դիտարկել, էլի, ու եթե ուզում ենք, որ մենք ու մեր սերունդները ապրեն ավելի լավ, ավելի բարեկեցիկ, ավելի բարոյական հասարակության ու պետության մեջ, մենք միջև չստերիլիզացնենք էլիտան, քաղաքական դաշտը, նման մարդկանց էլիտայի մասեր կա, որ պետք է ստերիլիզացնել, ոնց է ստերջացնել, որ չբազմանան դրանք, ստերջացնել, չէ, ես կողմ չեմ նման կոշտ մեթոդների, ստերջացնելու ես այդ մարդկանց ուղղակի ստերջացնել քաղաքական շրջանակներից, հասարակական շրջանակներից, բայց դա պետք է անի նաև հասարակությունը պետք է տեսնի, որ բարոյական սկզբունք ունեցող, խելացի, ինչ որ առողջ մտածելակերպով մարդը նույնքան հաջողակ է կամ ավելի հաջողակ է, քան նմանատիպ երևույթները։ Հետևաբար, այդ հաջողակ լինելը ձևավորում է հերոսի կերպար նաև, հա։ Տեսեք, շատ հասարակ բան, ուսուցիչները, եթե վերցնենք, հա, սովետական տարիներին ուսուցիչները չեմ ասում վարձատրվում էին եսի ինչ, բայց հարգված էին, որովհետև ուսուցիչները հագնվում են, չնայած այն ժամանակ ֆորմաներ էին եւ այլն, չէին հագնվում շատ աղքատիկ, չգիտեմ, իրենց կենցաղը այդքան էլ վատը չէր, նյութական մասը հնարավորինս միջին վիճակագրական մարդուց լավ էին ապրում, միջին վիճակագրական ու հարգված նաեւ, հա։ Իսկ նորանկախ Հայաստանում ուսուցիչները ամենավատ կյանքով են ապրել հիմնականում։ Հիմա հետո մասնակից են դարձվել ընտրակեղծիքների process-ի, ընտրակաշարքներով կային, բայց հիմա էլ կան նույն մարդիկի մինչ այլոց։ Դե որտեվ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել այդ համակարգից։ Նիկոլ Փաշինյանը, սիրելի ժողովուրդ, չի հրաժարվել նախորդ համակարգից։ Ինքը հրաշալիորեն օգտագործում է նախորդ համակարգի արատները, այդ դրա վրա է նստած։ Կճոյանը դրա մոնումենտն ախր է։ Ոչ միայն Կճոյանը, Մուկուչյան կար, կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Դատախազ կար գլխավոր Արտուր Դավթյան։ Այո, այդ ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ Մուկուչյանին, որ հիմա մահացած է, բերնից գալածը ասում էր։ Մուկուչյանը չի մահացել։ Չի մահացել։ Բայց պաշտոնին չի։ Մահացել է նախկին ղեկավար Ազարյանը։ Ազարյան։ Հա, Մուկուչյանն էր նախորդների եւ Նիկոլի ժամանակ։ Ահա, Մուկուչյանից ինքը տևական ժամանակ չէր հրաժարվում, ճիշտ եմ։ Ոնց ընտրություններ է կազմակերպել։ Այո։ Հարց է առա, այդ ժամանակի մոտ հարց առաջացավ։ Այդտեղ նաև 21 թվականի ընտրություններ կարծեմ։ Հնարավոր է, այս Վահագին հետո 18-ը հաստատ կազմակերպել է, 21-ը էլ բոլորը մտածում էին, առաջինը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է բարեփոխելու, որովհետև մեղադրում էր այդ մարդկանց, որ կեղծ այլանդակ ընտրություններ էին։ Առաջինը գլխավոր դատախազին, որովհետև հայտարարում էր սպանություններ է կոչվում։ Բայց հիմա անդիմադիր է Բորիս ջան, դե ժամանակը լրացավ։ Ինչի ժամանակը։ Իր դրա համար դարձավ անդիմադիր։ Ուզում եմ, եթե Նիկոլը պահեր, այնտեղ խոստացել էին ԵՊՀ ռեկտոր իրավաբանության բանի չեն տվել, հա։ Դեկան դարձնել, այո, ֆակուլտետի։ Դե հիմա կամ Արցախում ինչ որ պաշտոնի դնել, բայց Արցախը տվեց։ Դե միջև տալը։ Լավ, հիմա այդ մարդկանց, եթե բերում ես առաջի պլան, ցույց ես տալիս հասարակությանը, մարդը ասում ախպեր, այս մարդը նախկինների ժամանակի լավ զգացել, հարց լուծել, փող աշխատող տղա է, չէ՞։ Ահա, Նիկոլի ժամանակի նույն բանը։ Ուրեմն ճիշտ դա է, հաջողության հասնելու համար պետք է լինես 10 երեսանի սողացող, սկզբունք չունեցող, կզած, քեզանից ցածրի նվաստացնող, մի հատ կենթանի։ Քեզանից բարձրի առաջ նվաստացող։ Նվաստացող, ձեռքը պաչող, իսկ բանը քեզանից ներքևի գլուխը կտրող։ Այ ասում եմ, դե էսա կերպար, ախպեր ջան, հասարակություն։ Հասարակությունն էլ հիմար չի։ Ախպեր ասում է, որ դուք դե այլասերվածությամբ եք զբաղվում։ Ես էլ կարամ ձեզ գցեմ ուղակի։ Ու գցում է բարբերաբար, թե ընդդիմադիր, թե իշխանական էլիտային։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, հարգելի դերենիկ, հետաքրքիր զրույց էր։ Ես կարծում եմ, այս զրույցները անդադար պիտի վարել, նաև քաղաքացիները պիտի խոսել այս թեմաների մասին, որովհետև այո, իշխանությունները շատ վատ տեղ են տանում հասարակությանը, խաբելով, մոլորեցնելով։ Եթե Նիկոլ Փաշինյանը իր ձգտումներում անկեղծ լիներ, ասենք եկեղեցին նորոգելու, կարող էր, չէ՞, մարդ թեկուզ քաղաքական դրդապատճառներով, բայց ասել, դե լավ, եկեք խնդիրները վերացնենք, փորձեմ այդ բանը, բայց կներեք, ում միջոցով է փորձում եկեղեցին նորոգել, ում միջոցով է փորձում բանակը նորոգել, ում միջոցով է արդարադատություն փորձում նորոգել,
հասկանում ես, որ ոչ մի բան նորոգելու նպատակ Նույն չունի, ոստիկանությունը։ այո, նպատակ չունի, միայն քանդել եւ ենթարկեցնել իրեն։ Շնորհակալ եմ։ Ես Ես շնորհակալ եմ զրուցում եի Դերենիկ Մալխասյանից, տեսություն կհանդիպենք։